Կոկորդիլոսներով լի գետափը գուցե այնքան էլ հարմարավետ չթվա։ Սակայն սա հենց այն վայրն է, որը նախընտրել են պարոն և տիկին Դիքոփները։ Նրանք բնադրել են հսկայական կոկորդիլոսի բնի հարևանությամբ։ Թվում է, վիթխարի սողունը գիտակցում է, որ այս թռչուններն իր ձագերի համար վտանգ չեն ներկայացնում և անտեսում է նրանց, թեև թռչունները դեռ մի փոքր անհանգիստ են։ Կոկորդիլոսի պես պահապան ունենալը նշանակում է, որ կենդանիների մեծ մասը կնախընտրի հեռու մնալ այս վայրից։ Բացառությամբ մեկի։ Վարան։ Նա ձվերի հմուտ գող է։ Եվ իսկական գլխացավանք Դիքոփների համար։ Զույգը միավորվում է, փորձելով երևալ հնարավորինս մեծ ու ահարկու։ Թևերի սև ու սպիտակ վառ նախշերն էլ ավելի են ուժեղացնում այդ տպավորությունը։ Նրանք պաշտպանում են բույնը, փորձելով փախուստի մատնել սողունին։ Վարաններն ագրեսիվ են և լավ զինված, մահացու ատամներով, սուր ճանկերով և մտրակ հիշեցնող պոչով։ Դիքոփի ձուն ապահով է, առայժմ։ Սակայն մայր թռչունը գիտի, վարանը կարող է վերադառնալ ցանկացած պահի։